Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինչ, այսօր աղջիկներով հավաքվում ենք ու ինչպես որ ասեցի, մեր Ստելայի մաման եկել է մեզ համար պերաշկի եւ պոնչիկ պատրաստի, այսինքն խմորի ձևը ցույց տա, ոնց անել, որ շատ լավ փամփլիկ ու համով թեթև պերաշկիներ ստացվի, քանի որ Լիդատոտան մի քիչ չի սիրում նկարահանվել, Լիդատոտային չեմ ցույց տալու, բայց process-ը պերաշկի խմորը սարքելու իհարկե ցույց կտամ, ներող եղեք։ Հիմա անցնում ենք խոհանոց, բաղադրիչները ցույց եմ տալիս ու պատրաստում ենք արդեն խմորը։ Դե ինչ, մենք արդեն պատրաստել ենք շաքարավազ, ձեթ, աղ, ալյուր, դրոշ, մեկ էլ ստեղ Լիդատոտան կաթա տակ հացնում, մեկ էլ մեզ տակ կաթա, չէ՞ պետք լինելու Լիդատոտան։ Ահա, ես հիմա սենց ցույց տամ մենակ, Լիդատոտան ինչ անում, աշխատացնում ենք։ Մեծ սիրով քեզ համար։ Կաթը ու դրոշը խառնում ես, չէ՞։ Տակ կաթա, ինչքան տակ է Լիդատոտան։ Շատ չէ։ Շատ չէ։ Կարող է ձեռնոց ուզես, թե չէ։ Չեմ կարող ձեռնոցով։ Մարդս եթե հանգած ուզեի, առել եմ։ Այս մի ամիսա ձեռնոց էի ասում։ Վերջապես ես իմ ձեռնոցն արա։ Իմը որ եղունգներս երկար է, ոնց որ խմոր բան անելուց, որ տակը մի 2 կիլո խմոր չհավաքեմ։ Ահա, հիմա շաքարավազ եք լցնում։ Մի մեծ ճաշի գթալ։ Աղ։ Մի լիտր կաթա, ինչքան դրոշ էր, 20 գրամ, ինչքան էր էդի։ Մի փոքր։ Հա, 20 գրամ թաց դրոշ, մի ճաշի գթալ շաքարավազ, մի ճաշի գթալ աղ։ Էսի եղա։ Ձեթե հետո ենք անում, հա, հա, հեսա բերեմ։ Մալուրն ենք մաղում։ Երկու փաշկա։ Ուզես մեծ գթալ կամ խառնես գլիս, չէ։ 2 կիլո ալյուր։ 2 կիլո կես։ Դա ընթացքը։